Coca-Cola Zero-ն արագացնում է ուղեղի ծերացումը։ Փաստում է ավելի քան 13,000 մարդկանց մասնակցությամբ իրականացված նոր հետազոտությունը։ 8 տարի տևած դիտարկումները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք պարբերաբար օգտագործել են արհեստական քաղցրացուցիչներ, անհամեմատ ավելի արագ են կորցրել իրենց կոգնիտիվ ունակությունները։ Խոսքը շաքարը փոխարինող այն հավելումների մասին է, որոնք լայնորեն ավելացվում են Coca-Cola Zero-ի, Pepsi Max-ի, դիետիկ էներգետիկների եւ շաքար չպարունակող այլ հայտնի ըմպելիքների։ Ես գտա այն հետազոտությունը, որի մասին խոսվում էր այս պոստում, չնայած այն ոչ միտեղ գցած չէր։ Մի շաբաթ առաջվա հրապարակված հետազոտություն, որտեղ մոտ 13,000 մարդու 8 տարի տևողությամբ հետևել են։ Ամենաառաջին ու ամենակարևոր բանը, որին պետք է ուշադրություն դարձնել, այդ այնա, որ այս ընդհանրապես observational study է, ինչը նշանակում է, որ այս մարդկանց ուղղակի հետևել են ու որոշակի կորելացիա են տեսել։ Ավելի շատ արհեստական քաղցրացուցիչներ օգտագործելը կորելացված էր որոշ կոգնիտիվ ֆունկցիաների վատթարանալու հետ, բայց դա ընդհանրապես չի նշանակում, որ ստեղ գոյություն ունի որևիցե պատճառահետևանքային կապ։ Օրինակ, եմար շատ հնարավոր է, որ այն մարդիկ, ովքեր ավելի շատ արհեստական քաղցրացուցիչներ են օգտագործել, նաև ավելի շատ կաֆեին են օգտագործել, որովհետև Pepsi Max-ի ու Cola Zero-ի նման խմիչքներում կաֆեին կա, ու այս նրանց շատ օգտագործելը կարա տանի ավելի վատ քնի որակի, ինչի պատճառով որ որոշակի կոգնիտիվ ֆունկցիաներ կարան վատթարանան։ Կամ օրինակ, եմար հնարավոր է, որ ավելի շատ արհեստական քաղցրացուցիչներ օգտագործելը նաև կորելացված է ավելի շատ fast food ուտելու հետ ու միգուցե էսի է պատճառը, ինչի է կոգնիտիվ ֆունկցիաները վատթարացել։ Նույնիսկ հեղինակները իրանց բերանով ասում են, որ այս հետազոտությունը ոչ մի պատճառահետևանքային կապ չի հաստատում։ Ու այսքանից հետո ասել Coca-Cola Zero-ն արագացնում է ուղեղի ծերացումը։ Այդ ուղղակի մարդկանց խաբելա ու վախացնելա լայքերի ու վյուերի համար։ Ու մի բան եմ մոռացա նշեմ, որ այս հետազոտությունում մարդիկ իրանք էին ասում հետազոտողներին, թե իրանք ինչքան արհեստական քաղցրացուցիչներ են օգտագործում, ինչը եւս մեկ ահռելի թերություն է, որովհետեւ մարդիկ շատ հաճախ նույնիսկ չեն հիշում իրանք առավոտը նախաճաշին ինչ են կերել, ու մնաց ճշգրիտ հիշեն ինչքան քանակի արհեստական քաղցրացուցիչներ են օգտագործում։ Ու որպես եզրափակիչ խոսքեր, երբեք չի կարելի մի հետազոտության հիման վրա sense դատողություններ անել, հատկապես երբ որ մենք ունենք մի ծով գիտական գրականություն, որը ցույց է տալիս, որ արհեստական քաղցրացուցիչները լրիվ անվնաս են։ Ձեզ վախենալու վիդեոներ տեսնելուց միշտ սկեպտիկ եղեք ու մի հատ ինքնուրույն աղբյուրի վրա անցեք, որպեսզի տեսնեք արդյոք ձեզ ճշգրիտ են ներկայացնում այս ինֆորմացիան, թե ոչ։